լավ մսերը 10,000 տեղական, ունենք անգուսի միս 18,000, անգամ ռուս հաճախորդներ էլ ունենք։ Մենք вообще-то Ռուսաստանից ենք եկել, միշտ Իրանից ենք առևտուրան, բաստուրման, շուժուխ։ Թարմ որակով տնականապղտած մսեր ձեռք բերելու համար գումի շուկայի աշխատակիցները առաջարկում են օգտվել իրենց իսկ պատրաստած տեսականիների։ Այստեղ միսը տեղական է, որակը լավը, իսկ գինն էլ մատչելի, ասում են շուկայի աշխատակիցները։ Ոչ տեղականը 7,000, լավ մսերը 10,000 տեղական, ունենք անգուսի միս 18,000, չնայած խանութներում անգուսը շատ թանկ է, 30 քանի հազար, մեր մոտ նորմալ ամեն ինչ։ Այդ մենք ենք սարքում, իսկ իրանք երևի ցեխերը մեծ, չգիտեմ, աթենք, բեկոն, տենց, իրանց մոտ ամեն ինչն է։ Դուք պատրաստում եք։ Այո, տնական է, մեր մոտ բոլորը տնական է, բացի երշիկեղենից։ Երկար պրոցես է, երկար եք աշխատում։ Իր աշխատանքը, անձամբ ես չեմ կարող աշխատեմ, իմ աղբերն է աշխատում, աղբերները, բայց դե ոնց լինի մի ամիս տևում է, բայց շատ մակարդակում, շատ բանով են, մասշտաբով են անում ու շատ որակով։ Կա տեղական ֆիլեներ ու պաշինա, այդ մենակ ունենք ես ու իմ կողքի ընկերուհին, այդ հաճախորդներն էլ գիտեն, կիլոն 7,000, իսկ ոչ տեղական սովորականը կա 3,5, կա 4,000, ռուլետները 5,000, տարբեր գների, սուջուխները կա 6,000, կա 7,000, կա 10,000, ամեն ապրանքի որակ գնի հետ է էլի կապված։ Շուկայի աշխատակիցը հաճախորդ են դարձել։ Դե մեր արդեն մշտական հաճախորդներ են, 30 տարի նույն տեղում դոփում ենք, նույն մարդկանց հետ աշխատում ենք, արդեն գիտենք թե ում ինչ ենք տալիս։ Շնորհակալ եմ, փառք Տիրոջը։ 30 տարի։ Սիրով եք գալիս դեր աշխատում։ Շատ։ Արդեն սովորություն է, թե մեր ընկերության համար գալիս ենք, առավոտ շուտ միասին սրճում ենք, նոր անցնում ենք աշխատանքի։ Շատ հաշտ ենք մենք։ Համեմատաբար մյուս տեղերին, տաղավարներին, մեր տաղավարը ահավոր հաշտ է։ Շատ։ Դե որ տեսնում ես մարդ աննեղն է, անպայման մենք ինքներս իջնում ենք գինը, որ չնեղվեն, անգամ այդ դրսի հավաքողներն էլ որ գալիս են, մենք սենց հավաքում ենք, կուտակում ենք, անպայման օգնում ենք, ինչքան հնարավոր է օգնում ենք, մենք հայ ենք, անգամ ռուս հաճախորդներ էլ ունենք, որ գալիս են, արդեն գիտեն, անպայման ուղիղ մեր մոտ են գալիս, կան իհարկե գալիս են, բան եվրոպացիները այդքան սեր չունեն իրանք սենց բաների հետ, ավելի շատ չրեղեն են իրանք առնում, բայց ռուսները պարտադիր առնում են, պարտադիր, սիրում են իրանք, սիրում են, ու առնում են ամենալավ ասեմ ձեզ, շատ ճաշակով են հիմա իրանք շատ, մեր մոտ պատկերացրեք, եթե մի փոքր էլ իրանք են թանկացնում, մենք անհարմար ենք զգում, օրինակ բեկոնի երշիկները արդեն մի ամիս առաջ իրանք նենց թանկացրեցին, մենք վերցնում ենք 3,000, բայց մենք վաճառում ենք դրանից առաջ վերցնում ենք 2,700, հետո դարձրին 900, հետո հիմա 3,000, դե 200 դրամի վրա, չնայած մեզ դժվար այդ երշիկեղենը, մենք փողը արձան միանգամից տալիս ենք, 200 դրամի համար, բայց դե մենք տեղի փող ենք տալիս, հարկայինը, մյուսա, լույսա, ջուրա, էտա, թե չէ մենք մնացած բաստուրմաբաները ոչ մի բան չենք թանկացրել։ Մեր տեսանկարահանման ժամանակ էլ այս տաղավար մոտեցավ արդեն երկար ժամանակ Ռուսաստանում բնակվող և գումի շուկայի մշտական հաճախորդ դարձած այցելուներից մեկը։ Մենք вообще-то Ռուսաստանից ենք եկել, միշտ Իրանից ենք առևտուրան, բաստուրման, շուժուխը։ Քանի տարի է, որ այս տաղավարից օգտվում եք այս շուկայից։ Քանի տարի, մի 4-5 տարի կա, չէ՞ երևի։ Հիմա եկել եք ինչ եք գնում։ Բաստուրման։ Գոհ եք շուկայի գնելուց։ Եթե գոչ չենք, ոնց 5 տարի առևտուր կանենք կուրիջան։ Հայաստանի որակը միշտ էլ ուրիշ է։ Շուկայում համտես են տալիս, իսկ խանութներում կտրած դրած է։ Մարդիկ ուղղակի ստիպված մտել են խանութ առնում են, մարքետներում սուպեր, իսկ մեր մոտ պարտադիր համտես ենք տալիս, պիտի համը վերցվող։ Կտրել եմ արդեն, լավ է։ Հնդիր, շատ մոլադեց։ Ինչքան եք գնելու։ Դե մի կիլո կես այց եկել։ Բաստուրման շուժուխը միշտ գնել ենք մենք։ Մեր հայկական համու հոդը ուրիշ է, քուրիկ ջան։ Չեք ուզում գաք Հայաստանում ապրեք։ Հայաստանում մեր հայրենիքն է, ոնց չենք ուզում։ Մենք մեր հայրենիքին կյանքում էլ չենք լքել։
Քանի տարի է որ Ռուսաստանում եք ապրում։ Օ, բավականին 20-ից ավել։ Ինքն միշտ էլ մեզ զեղչել է։ Որ բացի ամանորյա, որ մենք պաստան իրանից ենք առևտուրանում, միշտ էլ զեղչում անում ես։ Հաճախորդը նշում է, որ իրենց ծանոթ ռուսներին հյուրասիրել են նրանց դուրը եկել։ Լինում է անգամ, որ խնդրում են իրենց էլ հայկական ապխտած մսեր տանեն։ Կին այդքան էլ էական չի, որակն է կարևորը, որ լավ որակ ենք տանում։ Բացի այդ ասենք խոսքին դե մենք ոչ թե մեր հայ ազգությունը, ռուսներն էլ են գալու, մենք էլ ենք հյուրասիրում մեր հայկական լավ էս տրադիցիան է, բաստուրման շուջուխը։ Ռուսները հավանում են մերը։ Եթե որակը ոչ չեն հավանում։ Խնդրել են ձեզ, որ իրենց համար էլ տանեք։ Այո, կան մարդիկ, որ ուզում են արդեն սովորել են այս մեր բաստուրմային շուջուխին, չրերին։